Հիմա այս անհատ ձեռնարկների մասով թվում է թե մենք ինչ-որ լուծման գնացինք շրջանառության հարկի շեմը բարձրացնելով մինչև 115 միլիոն։ Հիմա հիմնական զեկուցողը ասում է, դե գիտեք, դա այն ժամանակ էլ ենք ասում, որ դա ժամանակավոր միջոցառում է եւ պետք է 2019 թվականի հունվարի 1-ից այդ 115 միլիոն շեմը իջնի դառնա 40 միլիոն։ Այստեղ ուրիշ հարց որ չծագի ծագում է, բայց առաջ այդ շեմը 58 միլիոններ, հիմա ինչ է դառնում 48 միլիոն։ Այսինքն ստացվում է, որ մենք այն նախկին շեմից մի 18 միլիոնով էլ հետ ենք գնում։ Այսինքն մենք այս 400,000 մարդում մեր պետությունը բռնել սենց քամում է, հələ տենա միջև ուր։ Ու սրա արդյունքը ինչ է։ Արտագաղթի տեմպերի աճը, գործազրկության մակարդակի աճը, շրջանառության հարկի հետ կապված ժամանակը քիչ է կարճ ասեմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը օրինակ կարծում է, որ պետք է լինի չհարկվող շեմ, ընդհակառակը 58 միլիոնը ոչ թե պիտի լինի շրջանառության հարկ, այլ մինչև 58 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունները բացի եկամտահարկից ուրիշ ոչ մի հարկ պիտի չվճարեն։ Նրանից հետո պետք է մտնի մինչև 115 շրջանառության հարկ, նրանից հետո նոր ավելացված արժեքի հարկ։ Ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, արա ես ինչ ասելու, ես ասենց բան էլի, ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Որովհետև ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օրես մսով ճաշ ուտում։